Դերասան ամուսիններ Տոմա Պետրոսյանն ու Պոնչը, նույն ինքը Տարոնի Սպիրյանը բավականին սիրված են հանրության կողմից։ Այս զույգը դեռ երկար տարիներ միասին էր, սակայն միայն վերջին տարիներին խոստովանեց իրենց միության մասին։ Եվ որքանով որ զարմանալի է, միևնույն է, այդ խոստովանությունից հետո էլ նրանք իրենց այնպես էին պահում, ասես ամուսիններ չեն եւ որևէ սիրային կապ չկա իրենց մեջ։ Նրանք իբրև պարզապես ընկերներ են։ Այնուամենայնիվ, այս զույգը գաղտնիք չէ, որ միասին է։ Դերասանուհի Տոմա Պետրոսյանը ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումներ է անում եւ այդպիսով ցույց տալիս իր առօրյայի շրջագայություններից կադրեր։ Դերասանուհին այսօր եւս հրապարակում է արել, որտեղ երևում է, որ կարծես թե Տոմա Պետրոսյանը կլորիկ փորիկով է։ Որքանով է այս տպավորությունը ճիշտ եւ որքանով սխալ, դժվար է ասել։ Մեզ մնում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Դերասան Տարոնի Սպիրյանը նույն ինքը Պոնչը եւ դերասանուհի Թամարա Պետրոսյանը նույն ինքը Տոման երկար տարիներ քննարկվել են հանրության կողմից։ Երկար ժամանակ քննարկվում էր զույգի միջև եղած սիրավեպը։ Նրանք ոչ հերքում, ոչ հաստատում էին այս լուրերը եւ կարելի է ասել մինչ օրս նրանք խուսափում են հստակ պատասխան տալ արդյոք նրանք միասին են թե չէ, սակայն պարզից էլ պարզ է, որ զույգը տևական ժամանակ ամուսնացած է եւ մեկ հարկի տակ է ապրում։ Տարոնի Սպիրյանը վերջին տարիներին դիմեց պլաստիկ վիրահատության, այդպիսով կորցրեց իր ավելորդ քաշը։ Նա օր-օրի, ժամ-ժամի կարելի է ասել կորցնում է իր ավելորդ կիլոգրամները, որոնք փաստում են նրա հերթական հրապարակումները։ Վերջին լուսանկարները, որոնք Տարոնի Սպիրյանի մասնակցությամբ հայտնվել են համացանցում, փաստում են, որ դերասանը չափից շատ է նիհարել, ինչպես մեկնաբանությունների դաշտում կարելի է տեսնել, մարդիկ գրում են, որ ասես նա հալ ու մաշ է եղել, սակայն իրականում սա դերասանի սպասված արդյունքն է, որը տարիներ առաջ անհնարին էր թվում։ Նա բավականին երիտասարդ տեսք է ունեցել նիհարելով եւ այդպիսով էլ ավելի ներդաշնակ զույգ է Տոմայի հետ։ Նշենք նաև, որ այս զույգը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, նրանք ժամանակ առ ժամանակ հրապարակումներով ցույց են տալիս իրենց աշխատանքային գործունեությունից դրվագներ, իրենց հանգստից հատվածներ, ինչպես նաև դիմում են հանրությանը այս կամ այն աջակցության խնդրանքով։ Դերասան Տարոնի Սպիրյանը նույն ինքը Պոնչը ինստագրամյան էջում մի հայտարարություն է տարածել, որով դիմում է իր հետևորդների օգնությանը։ Իմ լավ ընկերներ, խնդրում եմ ցանկացածիդ օգնությունը կիսվեք, տարածեք, իսկ հնարավորության դեպքում ֆինանսապես աջակցեք իմ ամենալավ ընկերոջը։ Իմ լավ ընկերը, իմ հարազատը Գագիկը այսօր անցնում է իր կյանքի ամենադժվար փորձությունը։ Նա այժմ պայքարում է Բելինֆոմա չարորակուռուցքի դեմ մեծ ուժով, հավատով ու համբերությամբ։ Հայաստանում նա անցել է քիմիոթերապիայի 6 կուրս, այնուհետև Բելարուսում ստացել է Care-Tip թերապիա, որը ցավոք արդյունք չի տվել։ Այժմ Հայաստանում է, բուժում է ստանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում եւ բոլորիս օգնության կարիքն ունի։ Բարի մարդիկ, ձեր նույնիսկ ամենափոքրիկ ֆինանսական աջակցությունն այսօր չափազանց մեծ նշանակություն ունի Գագիկի համար։ Փոխանցումներ կարող եք կատարել Գագիկի հարազատ եղբորը։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություն էր տարածել նաեւ Սիրված դերասան հումորիստ Ռաֆայել Երանոսյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Վերջինս պարբերաբար հրապարակումների տեսքով խոսում է իր ներկայացումների մասին, ցույց տալիս, թե ինչպես է ճամփորդում ժամանակ առ ժամանակ, ինչպես է ժամանակն անցկացնում իր ընկերների, մտերիմների ու բարեկամների հետ։ Այսօր Ռաֆայել Երանոսյանի հրապարակումը մի փոքր տարբերվում է մնացածից։ Նա միացել է օգնության կոչին ի աջակցություն մի կնոջ։ Շնորհիվ ձեր աջակցության արդեն հավաքվել է 115,000 դրամ։ Յուրաքանչյուր ներդրում մեզ մեկ քայլ մոտեցնում է նպատակին։ Անհրաժեշտ է ևս 1,485,000 դրամ։ Ձեր օգնությունը կարող է իրական փոփոխություն բերել։ Փոխանցումների համար հաշվեհամարները նշված են էկրանին։ Ահա այս օգնությանն է միացել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք երգիչ Սարգիս Եղիազարյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով դիմելով հանրության ուշադրությանը։ Վերջինս օգնություն է խնդրել Լևոն Խաչատրյանի համար, նշելով հաշվեհամարները եւ հեռախոսահամարները, որտեղ կարող են փոխանցվել գումարները երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար։ Ինձ պետք է ձեր աջակցությունը։ Բուժման 3-րդ կուրսի համար շտապ անհրաժեշտ է
գումար նշված է հայտարարության մեջ։ Հաղորդավարուհի գեղեցկուհի Իրինա Թովմասյանն Instagram-յան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, մենք ունենք ձեր օգնության կարիքը։ Երիտասարդ աղջկա մոտ 24 տարեկան հայտնաբերվել է high-grade սարկոմա, որն ունի շատ բարձր ագրեսիվություն։ Բուժումը Հայաստանում հնարավոր չէ շարունակել եւ շտապ անհրաժեշտ է վիրահատություն կատարել արտերկրում։ Ծախսերը չափազանց շատ են եւ ընտանիքը հոգացել է ծախսերը, սակայն խոսքը գնում է մեծ գումարի մասին։ Յուրաքանչյուրի 500 դրամը նույնիսկ կարող է մեծ օգնություն լինել», գրել է հաղորդավարուհին։ Նշենք նաեւ, որ այսօր ավելի վաղ ներկայացրել էինք Արամ Մելիքյանի ընտանեկան հրապարակումը, որը եւս օգնության մասին էր։ Աղջիկը ունի ողնաշարի կոտրվածք, վիրահատության համար անհրաժեշտ է 1.400.000 դրամ գումար։ Խնդրում ենք յուրաքանչյուրից ձեր փոքրիկ ներդրումը ունենալ։ Կարտային համարը եւ հեռախոսահամարը նշված է։ Հավելենք նաև, որ Մելիքյանների ընտանիքը ավելի ուշ ավելացրեց, ուրեմն վստահ եմ այս տեսանյութը վաղը կջնջվի, որովհետև վաղն ամբողջ գումարը հավաքված կլինի։ Ես նմանատիպ տեսանյութեր շատ քիչ եմ մեզ մոտ տեղադրում, բայց այս դեպքն իրական է։ Ինձ իմ ընկերն է խնդրելու աղջնակի, ընտանիքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Ես ու իմ ընտանիքը իհարկե միանում ենք աջակցմանը ֆինանսապես, ու եթե դուք կցանկանաք միանալ մեզ, զանգահարեք այս համարով, իմ լավ ընկերն է, ինքն ամեն ինչ կկազմակերպի, նշել են Մելիքյանների Instagram-յան էջում։ Հավելենք նաև, որ հայհայտնիներից շատերն են նմանատիպ հրապարակումներով հանդես գալիս Instagram-յան հարթակում, խնդրելով հանրության ուշադրությունը։ Կարմենը ոչ այնքան ուրախալի հրապարակումով է հանդես եկել։ Նա դիմել է իր ընկերների օգնությանը, նշելով, որ իր ընկերոջ կյանքին վտանգ է սպառնում եւ օգնություն է անհրաժեշտ։ Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում, անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Նշենք նաև, որ հայհայտնիներից ոմանք եւս ավելի վաղ հրապարակումով էին հանդես եկել եւ նշել, որ Խաչատուրի բուժման համար գումար է անհրաժեշտ։ Աննա Սիմոնյանն ու Մովսես Երեմյանն իրենց Instagram-յան էջերում հրապարակումով են հանդես եկել, խնդրելով օգնել իրենց ընկերոջը։ Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում, անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Հավելենք նաև, որ նմանատիպ հրապարակումները հայհայտնիների շրջանում մշտապես առկա են, օրեր առաջ էլ հանդես էր եկել դերասանուհի Ռոզա Դավթյանը հրապարակումով, որը եւս ներկայացրել էինք ձեզ։ Սիրելի ընկերներ, մեր բոլորի կողմից սիրված ընկեր Պետրոսը այսօր ավելի քան երբևէ ունի մեր բոլորի աջակցության կարիքը։ Ցավոք սրտի Պետրոսի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ, բուժման երկարատև եւ դժվարին ճանապարհ է սպասվում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը գնում։ Յուրաքանչյուրի նվիրատվությունը շատ մեծ դեր կարող է ունենալ։ Փոխանցումները կարող եք անել անձամբ իր հաշվեհամարին, գրել է դերասանուհին, տարածելով հաշվեհամարներն ու Աֆարյան Պետրոսի տվյալները։ Հավելենք նաև, որ երեկ նույն խնդրանքով հանդես էր եկել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը եւս ներկայացրել էինք ձեզ։ Դերասանուհին Instagram-յան հարթակում հուզիչ հրապարակում է արել։ Բանն այն է, որ ստամոքսի քաղցկեղ է հայտնաբերվել Անահիտ Կիրակոսյանի ընկերներից մեկի, դերասան Պետրոս Աֆարյանի մոտ։ Անահիտ Կիրակոսյանը հուզված է, նա իր խոսքում չի կարողանում թաքցնել արցունքները ու խնդրում է իր հետևորդներին միանալ, որպեսզի օգնել Պետրոսին հաղթահարել ստամոքսի քաղցկեղը։ Անահիտ Կիրակոսյանը դիմել է իր հետևորդներին, նշելով, որ եթե 4000 հետևորդ ընդամենը 1000 դրամ փոխանցեն, հնարավոր կլինի Պետրոսի բուժման առաջին փուլը հաղթահարել։ Ինչպես դերասանուհին է նշում, երկարատև բուժում է պահանջվում, սակայն սկզբնական փուլում կարելի է ինչ-որ չափով օգնել, հավաքելով նշված գումարը։ Ներկայացնում ենք դերասանուհու խոսքը առանց մեկնաբանության։ Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ, ներողություն եմ խնդրում, որ այս ուշ ժամին եմ այսպիսի հարցով դիմում, ուղղակի հրատապ է։ Շատ դժվար եմ հիմա խոսում, որովհետև հենց նոր տեղեկացա, որ իմ լավ գործընկեր Պետրոս Աֆարյանի մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Անհրաժեշտ են շատ մեծ գումարներ բուժման համար, ովքեր չգիտեն կամ չեն հիշում, Պետրոսի հետ մենք խաղացել ենք անցյալի ստվերներում, ես Իզանեի, ինքը Ազատը, և Պետրոսը շատ տաղանդավոր պարուսույց է, փայլուն պարող, մեր շանթի նախագծերում եղել է Պարիժ թե կարող եսում, եղել է պարահանդեսում,
պարահանդես 1, 2, 3 բազմաթիվ զույգերով հրաշալի ֆանտաստիկ ելույթներ է ունեցել, անպայման հաջորդիվ իմ կիսատ մնաց խոսքս, ես հիմա կտեղադրեմ Պետրոսի իդրամը այստեղ, ես քիչ առաջ եմ իր հետ խոսել, ինքը ասաց, որ շատ մեծ գումարների մասին է խոսքը, բայց գոնե նախնական, եկեք փորձենք օգնել